Մաթեմատիկական վերլուծության դասընթացի 21-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօր սկսենք ֆունկցիայի դիֆերենցիալի ուսումնասիրությունը։ 10-րդ բաժինն է ֆունկցիայի դիֆերենցիալ։ Աստորեն մեր ամբողջ դասընթացը կարելի ասել այս թեմայի համար էր, ֆունկցիայի դիֆերենցիալ, այսինքն դիֆերենցիալ հաշիվ է հիմնական թեմաների դասընթացի, բայց մինչև հիմա ինչ-որ իմաստով նախապատրաստական աշխատանքներ էին գնում, այսինքն անընդհատ ֆունկցիաներ, գծային օպերատորներ, նորմեր եւ այլն։ Հիմա սկսում է բուն թեման, ընդ որում իմ կարծիքով այս մասը ավելի դժվար է, քան թե նախորդը։ Այսինքն եթե նախորդը անընդհատության մասն էր խոսքը քիչ թե շատ մեկ չափանի դեպքի լավ իմանալով կարելի էր նաև ինչ որ չափով հասկանալ բազմաչափ դեպքը, հիմա արդեն բազմաչափ դեպքը որակապես տարբեր է։ Այսինքն նախ ավելի բարդանում է, երկրորդը այն ինչ որ ճիշտ էր միաչափ դեպքում, կարող է ճիշտ չլինել բազմաչափ դեպքում։ Ու կան մի շարք դժվար արդյունքներ, մասնավորապես անբացահայտ ֆունկցիայի թեորեմը տարբեր ձևակերպումներ ունի, գոնե մի 4 տարբեր ձևակերպում ունի, բոլորը քիչ թե շատ համարժեք, որը կարելի ասել ամենադժվար մասն է։ Բայց դրական նորությունը այն է, որ այս իրոք, ոնց ասեմ, էսթետիկան տեսակետից ամենահաճելի մասն է, այսինքն զգացում է ամբողջ տեսության ամբողջ չգրությունը, թե ինչ է կարելի անել։ Շատ լավ, ուրեմն հիշենք, թե ինչ էր ածանցյալը ֆունկցիայի։ Այսինքն եթե մենք ունենք ինչ-որ ֆունկցիա, որը որոշված է, թող ասենք որոշված է ինչ-որ միջակայքի վրա r-ում, ապա x կետում ֆունկցիայի ածանցյալը սահմանելու համար մենք արել ենք հետևյալը. վերցնում ենք սահման, երբ h-ը ձգտում է 0-ի, ու նայում ենք հետևյալ կանորթը. f x գումարած h մինուս fx բաժանած h-ի։ Այսինքն ֆունկցիայի aճը բաժանած արգումենտի aճի վրա։ Ու անցնում ենք սահմանի, երբ h-ը ձգտում է 0-ի։ Այս սահմանը պարտավոր չի գոյություն ունենալ, բայց եթե գոյություն ունի, ապա ասում ենք, որ ֆունկցիան ածանցելի է x կետում։ Հիմա այս նույն հավասարությունը, այսինքն եթե գոյություն ունի սահման, այս նույն հավասարությունը կարելի է գրել հետևյալ ձևով։ Կարելի է գրել, որ f x գումարած h-ը հանած fx կոպիտ ասած բազմապատկում եմ երկու մասնել h-ով, այսինքն գրում եմ, որ սրա սահմանը հավասար է սրան, բայց բազմապատկում եմ հետո h-ով։ Ինչ է ստացվում, հավասար է f'(x) անգամ h, ստեղ եթե h-ի բազմապատկված չլիներ, կլիներ փոքր o 1-ից, բայց հիմա h-ով եմ բազմապատկել, ստացվում է փոքր o h-ից։ Այս փոքր o-ն, երբ h-ը ձգտում է 0-ի։ Այսինքն f ֆունկցիան դիֆերենցիալի է ածանցելի է x կետում, եթե իր aճը կարելի է ներկայացնել ինչ-որ թիվ անգամ h, արգումենտի aճ, գումարած փոքր o h-ից։ Այս դեպքում ֆունկցիան կլինի ածանցելի x կետում։ Ուրեմն այս հավասարությունը մի քանի փոփոխական ֆունկցիայի ածանցելիության պարզագույն դեպքն է, մեկ փոփոխական ֆունկցիայի համար։ Հիմա ինչ է լինում բազմաչափ դեպքում։ Ուրեմն նախ ներմուծենք մի սահմանում։ Ոնց որ անընդհատության համար մենք պարտավոր չենք դիտարկել ֆունկցիան, որը անոնիրեք է որոշված կամ ինչ-որ բաց բազմության վրա է որոշված, բայց մեզ հիմնականում բավարար կլինի այդ բաց բազմության վրա որոշված ֆունկցիաները, դրա համար հենց սկզբից եկեք սահմանափակվենք այդ դեպքով։ Նախ առաջի մասը, ուրեմն կասենք, որ x-ը տիրույթ է, x ենթաբազմությունը rm-ից տիրույթ է։ Ըստ սահմանման, այս նշանակում է, որ x-ը բաց է և կապակցված։
Այսինքն ինչ է նշանակում, որ ցանկացած կետ x-ի մեջ է մտնում ինչ որ փոքր շրջակայքով, կապակցված նշանակում է ցանկացած երկու կետ կարող եմ ես անընդհատ կորով միացնել միմյանց։ Հիմա դիտարկենք ինչ որ f ֆունկցիա, որը x-ից գնում է rn։ Ու ֆիքսենք ինչ որ x կետ։ Ուրեմն կասենք, որ f-ը ածանցելի է կամ ասենք ասեմ, դիֆերենցիալի է x կետում, եթե գոյություն ունի a գծային արտապատկերում, որը գնում է rm-ից rn, այնպես որ ցանկացած հաշի համար rm-ից, եթե ես գիտեմ, որ x գումարած հաշը պատկանում է x-ին, այսինքն հաշը գոնե փոքր հաշերի համար էս կլինի ճիշտ, կարող եմ գրել հետևյալը. f x գումարած հաշ հանած fx, այսինքն գրեցի լրիվ նույն բանը ինչ որ մեկ չափանի, մեկ փոխականի ֆունկցիայի համար, հավասար է a անգամ հաշ, այսինքն a-ն կիրառած հաշի վրա ու գումարած փոքր o հաշի նորմից։ Սա ճիշտ պետք է լինի, երբ հաշի նորմը ձգտում է 0-ի։ Ուրեմն եկեք նախ եւ առաջ հասկանանք, որ մեկ փոփոխականի ֆունկցիայի դեպքում ես ստանում եմ սովորական ածանցելիության հատկությունը։ Ուրեմն դիտարկումներ։ Ուրեմն առաջի դիտարկումը, եթե m-ը հավասար է 1-ի, m-ը հավասար է n-ի եւ հավասար է 1-ի։ Այդ դեպքում ինչ է նշանակում, որ գոյություն ունի գծային արտապատկերում r-ից r։ Ուրեմն ես մտնում եմ, որ ցանկացած գծային արտապատկերում r-ից r ընդամենը բազմապատկում է ինչ որ թվով a կիրառած հաշի վրա հավասար է ինչ որ a անգամ հաշ, որտեղ a-ն իրական թիվ է։ Այս մենք ավելի ընդհանուր դեպքում ենք ապահովել, մենք ցույց ենք տվել, որ ցանկացած գծային արտապատկերում rm-ից r այս տեսքը ունի, այսինքն ինչ որ վեկտոր, որը սկալար ձևով բազմապատկում ենք հաշի հետ։ Այսինքն n-ը, երբ գործ ունենք մեկ փոփոխականի սկալար ֆունկցիաների հետ, դիֆերենցիալության հատկությունը նույնն է, ինչ որ ածանցելիությունը։ Ուրեմն երկրորդ դիտարկումը, բնականաբար ֆունկցիան պարտավոր չի դիֆերենցիալի լինել, ոնց որ մեկ փոփոխականի դեպքում ֆունկցիան պարտավոր չի լինել ածանցելի, բազմաչափ դեպքում առավել եւս պարտավոր չի լինել դիֆերենցիալի։ Բայց եթե դիֆերենցիալի է, ապա այս գծային մարտապատկերում միակն է։ Ուրեմն եթե f-ը դիֆերենցիալի է, x կետում կամ x-ում գրենք, ապա համապատասխան գծային արտապատկերումը միակն է։ Այսինքն ինչ է նշանակում։ Նշանակում է, որ եթե ես այս նույն հատկություն ունեմ ինչ որ մի հատ b արտապատկերման համար, եթե ես ունեմ, ասենք սրանով դնենք 1,
Եթե ես ունեմ նաև երկուսը, այսինքն f x գումարած h հանած fx-ը հավասար է ինչ-որ մի ուրիշ գծային արտապատկերում bh գումարած փոքր o h-ի նորմից, ապա այս b-ն պարտավոր է համընկնել i-ի հետ։ Այսինքն չի կարող մի արտապատկերումը ֆունկցիան տրված կետում ունենալ երկու մեկ տեսքի ներկայացում։ Ուրեմն ինչի էս չի կարող լինել։ Դե եթե էս ճիշտ է, ուրեմն նախ ինչպես նշեցինք, եթե h-ի նորմը բավականաչափ փոքր է, ապա x գումարած h-ը պատկանում է x-ին, որովհետև x-ը մենք ենթադրել էինք բաց բազմություն է, բաց եւ կապակցված, այսինքն ինչ կետեր վերցնենք, եթե վերցնենք փոքր գունդ սրա շուրջը, ապա ցանկացած վեկտոր, որը գտնվում է, որը բավականաչափ փոքր է, x գումարած h-ը կլինի այս գնդի մեջ։ Ուրեմն կլինի նաև x-ում։ Ուրեմն այս դեպքում այս տեսակ վեկտորների համար ես կարող եմ գրել, որ ստեղ էլ ունեմ fx գումարած h հանած fx, ստեղ էլ ունեմ fx գումարած h հանած fx, ես կարող եմ գրել, որ ah գումարած փոքր h-ից հավասար է bh գումարած փոքր h-ից։ Բնականաբար փոքր o-ները ստեղ ես չեմ կարող կրճատել, քանի որ փոքր o-ն ընդամենը նշանակում է, բայց ստեղից կարող եմ եզրակացնել, որ a հանած b կիրառած h-ի վրա, a-ն եւ b-ն գծային արտապատկերումներ են, հավասար է փոքր o h-ից։ Այսինքն ես ստանում եմ ինչ-որ մի c գծային արտապատկերում, որը տվյալ դեպքում այս երկուսի տարբերությունն է, rm-ից rn, նենց որ LH-ը հավասար է փոքր OH-ից։ Մինչև այս պահը չենք քննարկել, թե ընդհանրապես ինչ է նշանակում, որ փոքր OH-ից։ Ինչ-որ մի վեկտոր է, որը փոքր OH-ից։ Ֆունկցիա է h-ից, որը փոքր OH-ից։ Այս ըստ սահմանման նշանակում է, որ LH-ի նորմը, LH չէր, CH էր, CH-ի նորմը բաժանած h-ի նորմի վրա ձգտում է 0-ի, երբ h-ի նորմը ձգտում է 0-ի։ Ու չենք էլ նաև քննարկել, թե ինչ նորմ ենք վերցնում RM եւ RN տարածություններում։ Բայց նախորդ դասին մենք տեսել ենք, որ բոլոր նորմերը համարժեք են միմյանց։ Այսինքն, եթե ես վերցնեմ, եթե սա ճիշտ է, եթե ես վերցնեմ ցանկացած երկու ուրիշ նորմ, այսինքն վերցնում եմ CH ցանկացած նորմ, բաժանած h-ի ցանկացած ուրիշ նորմի վրա։ Ես պնդում եմ, որ եթե սա ճիշտ է, ապա սա էլ կձգտի 0-ի։ Ինչու, որովհետև քանի որ բոլոր նորմերը համարժեք են, ես կարող եմ ես գրել, որ սա փոքր կամ հավասար է, ինչ որ մի հաստատուն C1 անգամ CH-ի նորմը, CH-ի Եվկլիդյան նորմը։ Մյուս կողմից, քանի որ բոլոր նորմերը համարժեք են, այս H2-ը կլինի ավելի մեծ, քան թե ինչ որ մի հատ ուրիշ կոնստանտ, ասենք C2 անգամ h-ի Եվկլիդյան նորմը։ Եթե երկրորդ այս նորմը ավելի մեծ է սրանից, քան օրդում գրված, արդյունքը կլինի ավելի փոքր։ Այսինքն, ինչ ուրիշ նորմեր էլ վերցնեմ, ստեղ գրված Էվկլիդեսյան նորմերից տարբեր, ապա այս քանորդը կարող եմ գնահատել ինչ որ մի հաստատուն անգամ այս արտահայտությունը։ Հետևաբար սա էլ կձգտի 0-ի։ Այսինքն, ստեղ L չէր, ստեղ C էր։ Ուրեմն երկու բան։ Այս որ գրած է փոքր OH-ից, նշանակում է, որ տեղի ունի սա։ Ընդ որում ոչ մի նշանակություն չունի, թե ինչ նորմ եմ ես վերցրել ստեղ, քանի որ մենք գիտենք, որ վերջավոր չափանի տարածության մեջ, այսինքն RM-ում,
եւ R-ում բոլոր նորմերը միմյանց համարժեք են։ Ցանկացած նորմ գնահատվում է ցանկացած ուրիշ նորմ անգամ հաստատուն, ընդ որում հաստատունը կախված չի x-ից։ Շատ լավ, հիմա վերադառնանք մեր բանին։ Ուրեմն մենք ենթադրել էինք, որ գոյություն ունի երկու տարբեր գծային արտապատկերներ, որոնց համար ճիշտ է այս ներկա այս հավասարությունը։ Միանգամից ստանում ենք, որ այդ դեպքում գոյություն ունի գծային, այդ դեպքում C գծային օպերատորը, որը սրանց տարբերությունն է, բավարարում է սրան։ CH հավասար է փոքր h-ից։ Ես պետք է որ ստեղից միանգամից հետևում է, որ C-ն հավասար է 0-ի։ Ուրեմն ապացուցենք, որ C-ն հավասար է 0-ի։ Ուրեմն բավական է ցույց տալ, որ եթե h-ի նորմը բավականաչափ փոքր է, ապա CH հավասար է 0-ի։ Այսինքն ցույց տանք, որ եթե գոյություն ունի էպսիլոն, նենց որ ցանկացած h-ի համար Rm-ից, եթե h-ի նորմը փոքր է էպսիլոնից, ապա CH-ը հավասար է 0-ի, եթե սա ցույց տանք, ապա սրանից անմիջապես կհետևի, որ C արտապատկերումը նույնաբար հավասար է 0-ի։ Բնականաբար հետևում է միանգամից գծայնությունից, քանի որ եթե վերցնեմ ցանկացած ուրիշ վեկտոր, ասենք վերցնեմ ինչ-որ մի x վեկտոր R-ից, ապա CX-ը կարող եմ գրել հետևյալ ձևով, հաշվի առնելով, որ C-ն գծային արտապատկերում է, ես կարող եմ գրել հետևյալ ձևով. C x-ը բաժանում եմ իր նորմի վրա եւ բազմապատկում եմ էպսիլոնով։ Որովհետեւ ոչինչ բան չփոխվի, բազմապատկում եմ x-ի նորմով եւ բաժանում եմ էպսիլոնի։ Այս այն դեպքում, երբ x-ը հավասար չի 0-ի, եթե 0-ի է, ընդհանրապես ապացուցելու բան չկա, քանի որ ցանկացած գծային արտապատկերում 0-ի վրա դառնում է 0։ CX-ը ներկայացրեցի այս տեսքով, բայց հիմա այս վեկտորը, որ ստեղ գրված է, իր նորմը չի գերազանցում էպսիլոնը, հետեւաբար այս քանը հավասար է 0-ի։ Ուրեմն սա հավասար է 0-ի, հետեւաբար CX-ը հավասար է 0-ի։ Այսինքն, որովհետեւ ցույց տանք, որ C արտապատկերումը հավասար է 0-ի, բավական է ցույց տալ, որ C-ն դառնում է 0, 0-ի շուրջ ինչ-որ գնդի վրա։ Ինչ ենք անում դրա համար։ Էլի մոտավորապես նույն բանը ինչ որ ստեղ արեցինք։ Ուրեմն վերցնում ենք ցանկացած h վեկտոր, որը այնքան փոքր է, որի նորմը այնքան փոքր է, որ x գումարած h-ը պատկանում է x-ին։ Այդ դեպքում ես կարող եմ գրել, որ CH-ը հավասար է փոքր h-ից։ Միշտ է, քանի որ այս ունեինք բավականաչափ փոքր h-ի համար։ Հիմա անենք հետևյալը, բաժանենք t-ի եւ բազմապատկենք t-ով, ուրեմն կստացվի CH անգամ t, դա պետք է բաժանենք t-ի, մեկ t-երորդ, չէ, այս չի ուզում ասել, ուզում եմ ասել, որ եթե վերցնենք ցանկացած t, որը փոքր է 1-ից, եթե t-ն փոքր է 1-ից, ապա կարող ենք գրել, որ CTH-ը հավասար է փոքր TH-ի նորմից։ Հիմա ինձ մոտ h-ը ֆիքսած է, t-ն ձգտում է 0-ի։ Այսինքն t-ն պետք է ձգտեցնեմ 0-ի։ Ինչ է ստացվում ստեղից, քանի որ C-ն գծային է, կարող եմ գրել, որ CH-ը հավասար է t-1 փոքր TH-ի նորմից։ Բայց ինչ է նշանակում փոքր TH-ի նորմից։ Այդ նշանակում է մի ֆունկցիա, որը t-ի վրա բաժանելուց հետո ձգտում է 0-ի։ Այս n-ը ինչ որ գրված է ստեղ։ Այսինքն սա միանգամից ստանում է, որ սա ձգտում է 0-ի, երբ t-ն ձգտում է 0-ի։ Այսինքն ես ստացա, որ ցանկացած h վեկտորի համար, որի նորմը փոքր է էպսիլոնից, CH-ը ինքը ոչի բանից կախված չէ, ձգտում է 0-ի, այսինքն հավասար է 0-ի։
Հետևաբար, ինչպես նախորդ տեսանք, նախորդ փաստարկում տեսանք, C-ն պարտավոր է լինել 0։ Հիմա ասեմ իմանալսեմ, ստեղ փոքր o-ով գրված կարող է մի քիչ պարզ չէ, թե ինչ նկատի ունենք։ Ես առաջարկում եմ դուք ինքնուրույն այս բանը նորից անեք, այսինքն փոքր o-ի փոխարեն օգտակար է երբեմն գրել պարզապես այս նույն բանը հետևյալ ձևով, որ CH-ը կամ նույն փոքրոն այս հավասարության մեջ այստեղ, որ ինքը հավասար է ինչ-որ մի ալֆա ֆունկցիայի, որը կախված է h վեկտորից, ընդ որում ալֆա h-ը, եթե վերցնում եմ նորմ RM-ում կլինի, բաժանած h-ի նորմ RN-ում, ձգտում է 0-ի, երբ h-ի նորմը ձգտում է 0-ի։ Այսինքն, եթե ես նույն բանը գրեմ այս ձևով, ապա կստացվեր հետևյալը, այս սրա փոխարեն ես կունենայի t-1, որը բազմապատկվում է ալֆա t անգամ h-ով։ Բայց ես ինչ գիտեմ, ես գիտեմ, որ այս ալֆա TH-ը, եթե ես բաժանում եմ իրան TH-ի նորմի վրա, կձգտի 0-ի, երբ TH-ի նորմը ձգտում է 0-ի։ Այսինքն, այս նույն բանը ես կարող եմ գրել այս ձևով. h-ի նորմ անգամ ալֆա TH-ը բաժանած TH-ի նորմի վրա։ Հիմա եթե ես t-ն ձգտեցնեմ 0-ի, ապա օգտագործելով սա, կարող եմ ասել, որ այսքանը ձգտելու է 0-ի, երբ h-ի նորմը ձգտում է 0-ի։ Իսկ ստեղ h-ը հաստատ ուներ, երբ t-ն ձգտում է 0-ի։ Ստեղ h-ը հաստատ ուներ, հետևաբար սա էլ կձգտի 0-ի։ Շատ լավ, այսինքն, ուրեմն ինչ տեսանք։ Տեսանք, որ մեկ չափանի դեպքում ես ստանում եմ այդ նույն հասկացողությունը, ինչ որ ունեի առաջ, այսինքն ֆունկցիայի ածանցելիությունը x կետում, եւ երկրորդը, որ եթե ֆունկցիան դիֆերենցիալի է ինչ որ x կետում, ապա համապատասխան գծային օպերատորը, որը նշանակված է այով, միակն է, չի կարող գոյություն ունենալ երկու գծային օպերատոր։ Ուրեմն այդ գծային օպերատորը ունի անուն, ուրեմն նշանակում այս A գծային օպերատորը մենք կնշանակենք մի քանի տարբեր ձևով։ dfx սովորաբար օգտագործում ենք, երբ ուզում ենք պարզապես խոսել գծային արտապատկերման մասին։ Դիֆերենցիալի տեսքով df-ի դիֆերենցիալը x կետում, այս երբ որ կոնկրետ հաշվում ենք ինչ-որ մի վեկտորի վրա, որովհետև դիֆերենցիալ ասելով, այս A գծային օպերատոր ասելով մենք նկատի ունենք i արժեքը ինչ որ շատ հաճախ նկատի ունենք i արժեքը ինչ որ h վեկտորի վրա կամ f'(x)։ Ուրեմն այս երեք նշանակումները բոլորը իրար համարժեք են ու այս an i անուն մենք կդնենք f-ի դիֆերենցիալ։ F-ի դիֆերենցիալ x կետում։ Այս երեք նշանակումները համարժեք են։ Սա օգտագործում ենք, երբ խոսում ենք պարզապես գծային արտապատկերման մասին, սա երբ ինչ-որ հաշվարկներ ենք անում, այս էլ որպեսզի ամեն ինչ կարճ գրենք։ Ուրեմն մասնավորապես, երբ m-ը հավասար է n-ի եւ հավասար է 1-ի, երբ m-ը հավասար է n-ի հավասար է 1-ի, այսինքն նայում ենք մի փոփոխականի սկալար ֆունկցիաներ, ապա f-ի դիֆերենցիալը, եթե ես ուզում եմ հաշվել h վեկտորի վրա, իսկ մեկ չափանի տարածության մեջ վեկտորը պարզապես թիվ է, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ f-ի ածանցյալը, f'(x)-ը, բազմապատկեմ պարզապես h-ով։ Շատ լավ է, ուրեմն f-ի դիֆերենցիալի սահմանումներ։ Ուրեմն եկեք մի չափանի դեպքում մենք գիտենք, որ եթե ֆունկցիան ածանցել է ինչ-որ մի կետում, ապա ֆունկցիան անընդհատ է այդ կետում։ Եկեք այդ նույն արդյունքը ապահովենք բազմաչափ դեպքում։ Ուրեմն լեմ եթե
f-ը դիֆերենցիալի է, սովորաբար ասում ենք դիֆերենցիալի է x կետում, ապա այն անընդհատ է x-ում։ Ապացույց։ Ամենևնույն փաստարկն է ինչ որ մեկ չափանի դեպքում։ Ինչ պետք է ապահովել։ Պետք է ապահովել, որ եթե ես վերցնեմ սահման, երբ h-ը ձգտում է 0-ի f x գումարած h, ապա կստանամ հենց f-ի արժեքը x-ում։ Սա է նշանակում անընդհատություն, ճիշտ է, այսինքն մենք սովորաբար գրում էինք սենց այս նույն բանն է, որ ասեմ սահման, երբ y-ը ձգտում է x-ի, f y-ի, այս պետք է հավասար լինի x-ի։ Բայց այս նույն բանն է, ինչ որ գրենք սենց y-ի փոխարեն դնենք x գումարած h ու ասենք, որ ոչ թե y-ն է ձգտում x-ի, այլ h-ն է ձգտում 0-ի։ Դե եկեք վերցնենք տարբերությունը, f x գումարած h հանած fx, այս ինչի է հավասար։ Այս հավասար է f-ի ածանցյալ, f-ի դիֆերենցիալ, f'(x), այսինքն բազմաչափ դեպքում երբ մենք f'(x նկատի ունենք հենց f-ի դիֆերենցիալը, f'(x-ը կիրառած h-ի վրա գումարած, եկեք լավ, այս անգամ էլ սենց գրենք, ալֆա կախված h-ից, որը փոքր o է h-ից։ Կամ փոքր o է h-ի նորմից։ Բայց ես գիտեմ, որ գծային ֆունկցիաները բոլորը անընդհատ են, այսինքն երբ h-ը ձգտում է 0-ի, f'(x h-ը ձգտելու է 0-ի, քանի որ արժեքը 0-ին 0 է, իսկ եթե ինչ-որ մի ֆունկցիա փոքր o է h-ից, ապա երբ h-ը ձգտում է 0-ի, ինքը ձգտում է 0-ի, այսինքն սա ձգտելու է 0-ի, երբ h-ի նորմը ձգտում է 0-ի։ Հետևաբար, f ֆունկցիան անընդհատ է x կետում։ Ապացույցն ավարտվում է։ Շատ լավ, հիմա եկեք փորձենք հասկանալ, թե ոնց կարելի է դիֆերենցիալը հաշվել։ Այսինքն, եթե ունենք ֆունկցիա, ինչ պետք է անել ֆունկցիայի դիֆերենցիալը հաշվելու համար։ Մի չափանի դեպքում պարզ էր, պետք է վերցնենք ֆունկցիայի աճը, f(x) գումարած h հանած f(x), բաժանենք h-ի, անցնենք սահմանի, երբ h-ը ձգտում է 0-ի։ Ինչ պետք է անել այս դեպքում։ Ուրեմն նախ նկատենք, որ եթե ունենք եւս մի փոքր լեմ, ուրեմն դիցուկ տրված է f ֆունկցիան, որը x-ից գնում է rn, եւ այս ֆունկցիան, քանի որ ինքը x-ից գնում է rn, կարող եմ ես գրել f1 fn վեկտորի տեսքով, որտեղ f-ին արդեն գնում է, սովորաբար e-ին նշանակում, f-ին գնում է x-ից r։ Ուրեմն ապա f-ը դիֆերենցիալի է x-ում, այն եւ միայն այն դեպքում, երբ ցանկացած i-ի համար f-ին դիֆերենցիալի է։ Էլի բնականաբար նկատի ունենք x կետում։ Սրա ապացույցն էլ համարյա տրվյալ է,
Ինչի որովհետև ես եթե գրեմ f, եթե ես գիտեմ, որ f x գումարած h-ը հանած fx-ը հավասար է ինչ որ գծային օպերատոր, այսինքն գծային արտապատկերում կիրառած h-ի վրա գումարած ինչ որ մի ալֆա, որը կախված է h-ից, որը փոքրո է h-ից, ապա ես հավասարությունը կարող եմ գրել կոորդինատական տեսքով, ճիշտ է։ Կարող եմ գրել, որ այս նույնն է, ինչ որ f i երրորդ կոորդինատը x plus h կետում հանած f i երրորդ կոորդինատը x-ում հավասար է a h-ի i երրորդ կոմպոնենտը նշանակի եմ a էլի կլինի ինչ որ գծային արտապատկերում a-ի h։ Այդտեղ a-ին արդեն գործում է r-ից r։ Եվ գումարած ալֆայի i երրորդ կոմպոնենտը։ Այստեղ in հավասար է 1-ից n, a-ին գծային արտապատկերում է rm-ից r։ Ես ինչ եմ ուզում, ես ուզում եմ, որ, այսինքն այս որպես հավասարություն ես պարզապես նույն բանը գրեցի, ստեղ վեկտորական տեսքով, ստեղ կոորդինատական տեսքով։ Հիմա ինչ է նշանակում, որ f-ը դիֆերենցիալի է, ուրեմն f-ը դիֆերենցիալի է, այն եւ միայն այն դեպքում, երբ ալֆա h-ի նորմը բաժանած h-ի նորմի վրա ձգտում է 0-ի, երբ h-ի նորմը ձգտում է 0-ի։ Բայց այս ինչ է նշանակում։ Ստեղ գրած է Էվկլիդեսյան նորմը, ճիշտ է, նշանակում է, որ h-1 գումար ալֆայի h քառակուսի 1 երկրորդ աստիճան, ին հավասար է 1-ից n, ձգտում է 0-ի, երբ h-ը ձգտում է 0-ի։ Բայց այս ինչ է նշանակում։ Այս ակնհայտորեն նույն բանն է, որ ասենք ցանկացած i-ի համար 1-ից n, ալֆա i h-ը բացարձակ արժեք արդեն, քանի որ սկալար ֆունկցիաներ են, բաժանած h-ի նորմ ձգտում է 0-ի, երբ h-ի նորմը ձգտում է 0-ի։ Քանի որ այս արտահայտությունը ակնհայտորեն ավելի մեծ է սրանից, հետեւաբար սրանից բխում է սա, եւ հակառակը, քանի որ վերջավոր թվով ֆունկցիաներ ունենք, եթե յուրաքանչյուրը ձգտում է 0-ի, ապա քառակուսիների գումարն էլ է ձգտում 0-ի։ Քառակուսիների գումարի քառակուսի արմատն էլ է ձգտում 0-ի։ Այսինքն, եթե ես ունեմ վեկտորական ֆունկցիա, որը գնում է x-ից r-ն, ապա f-ը ածանցելի է x կետում, այն եւ միայն այն դեպքում, եթե այդ ֆունկցիաների բոլոր կոմպոնենտները ածանցելի են x կետում։ Այսինքն, ածանցելիությունը ուսումնասիրելիս բավական է ուսումնասիրել յուրաքանչյուր կոմպոնենտ, բավական է ուսումնասիրել սկալար ֆունկցիաները։ Եթե տրված ֆունկցիայի բոլոր կոորդինատները ածանցելի են, ապա մենք ստանում ենք ամբողջ ֆունկցիայի ածանցելիությունը։ Շատ լավ։ Ուրեմն եկեք հիմա նայենք սկալար ֆունկցիաներ, ուրեմն վերցնում ենք f ֆունկցիան, որը գնում է x-ից r։ Հիմա ուրեմն f ածանցելի կլինի x կետում, եթե տեղի ունի հետևյալը. f x գումարած h հանած fx հավասար է ինչ որ գծային օպերատոր a կիրառած h-ի վրա գումարած փոքր o h-ի նորմից։ Ընդ որում a-ն արդեն գծային արտապատկերում է rm-ից r։ Բայց մենք գիտենք rm-ից r գծային արտապատկերումները բոլորը տրվում են սկալար արտադրյալի տեսքով։ Այսինքն a h-ը ինքը ներկայացվելու է հետևյալ տեսքով. ինչ որ գործակիցներ a-ի բազմապատկված h վեկտորի j-երորդ կոորդինատով։ J-ն հավասար է 1-ից m։ Այստեղ ուրեմն a-ին պատկանում է r-ին, ինչ որ թվեր են, եւ h-ն էլ վեկտորն է h1 hm։ Ուրեմն եւս մի անգամ ուզում ենք հասկանանք, թե ոնց մենք կարող ենք հաշվել ինչ որ ֆունկցիայի դիֆերենցիալ։ Այստեղ սահմանումը
քիչ թե շատ ուսորեն հասկանալի է, բայց սահմանում չի ասում, թե ոնց անենք, որ այդ դիֆերենցիալը հաշվենք։ Ուրեմն առաջի դիտարկումը այն էր, որ եթե ես ունեմ վեկտորական արժեքներով ֆունկցիա, այսինքն x-ից գնում է rn, ինչ որ մի n-ի համար, ապա այդ ֆունկցիան կլինի դիֆերենցիալի, եթե յուրաքանչյուր կոորդինատն է դիֆերենցիալի, յուրաքանչյուր կոմպոնենտն է դիֆերենցիալի։ Հիմա յուրաքանչյուր կոմպոնենտի դիֆերենցիալության համար, այսինքն հիմա արդեն նայում ենք ֆունկցիա x-ից r, դիֆերենցիալիությունը նշանակում է հետևյալը, որ գոյություն ունեն a1, a, m թվեր, այնպիսին, որ ֆունկցիայի աճը կարելի ներկայացնել այս գծային արտապատկերում գումարած փոքր h-ից։ Ընդ այս փոքր o-ն, եկեք մի հատ նորից գրենք, այս փոքր o-ն ինչ է նշանակում, որ ունենք ինչ-որ մի ալֆա h ֆունկցիա, փոքր o-ի h-ից, ապա ստեղից միանգամից ստանում եմ, որ հետևյալ ֆունկցիաներն կլինեն փոքր o h-ից։ Եթե ես վերցնում եմ ալֆան, h-ի բոլոր կոորդինատները դնում եմ g, իսկ g-երորդ կոորդինատը դնում եմ, ասենք, t։ Սա g-երորդ կոորդինատն է, մնացած բոլորը վերցրել եմ 0։ Այդ դեպքում ես մտնում եմ, որ ստեղից անմիջապես հետևում, որ այս ստացված ֆունկցիան կլինի փոքր o t-ի բացարձակ արժեքից։ Ինչի, որովհետև այս արտահայտությունը նշանակում է, որ ալֆա h-ը բացարձակ արժեքը բաժանած h-ի նորմի վրա ձգտում է 0-ի, երբ h-ը ձգտում է 0-ի։ Մասնավորապես ես կարող եմ վերցնել h-ը այս տեսքի վեկտոր։ H-ը ես կարող եմ վերցնել այս տեսքով։ Սա g-երորդ կոորդինատն է։ Այդ դեպքում կստանամ հենց այս ֆունկցիան, իսկ սրա նորմը հավասար է հենց t-ի բացարձակ արժեքին։ Այսինքն, եթե ես գրեմ այս դեպքում, ինչ կստանամ, որ ալֆա 0 t մնացածը 0, սրա բացարձակ արժեքը բաժանած h-ի նորմը, ինչպես նշեցինք, t-ն է, ձգտում է 0-ի, երբ t-ն ձգտում է 0-ի։ Իսկ այդ նշանակում է, որ այս ֆունկցիան հավասար է փոքր o t-ից։ Այսինքն, այս հավասարության մեջ, եթե ես վերցնեմ հատուկ տիպի h-եր, այսինքն n տեսակ h-եր, որոնց միայն մի կոորդինատն է 0-ից տարբեր, ես կստանամ հետևյալը։ Ուրեմն f x1 x g հանած 1, այսինքն ես h-ի փոխարեն դրել եմ 0, x g գումարած t, x g գումարած 1 xm հանած f x1 xm-ը հավասար է, ստեղ կստանամ ag անգամ t, և գումարած փոքր o h-ն էլ դառնում է փոքր o t-ից։ Այսինքն, եթե f-ը ածանցել դիֆերենցիալի է, ապա ճիշտ է այս հավասարությունը։ Իսկ ինչ է նշանակում այս հավասարությունը։ Մենք հենց սրանից սկսեցինք այսօրվա դասը։ Ես ֆիքսել եմ բոլոր կոորդինատները բացի g-երորդից ու նայում եմ իմ f ֆունկցիան որպես g-երորդ կոորդինատի ֆունկցիա, մնացած կոորդինատները ֆիքսած են։ Ուրեմն ստացվում է f xg գումարած t հանած f xg հավասար է ag t գումարած փոքր o t-ից։ Այսինքն այս նշանակում է, որ գոյություն ունի հետևյալ սահմանը, գոյություն ունի սահման, երբ t-ն ձգտում է 0-ի, f, ստեղծ եկեք այս նույն արտահայտությունը ձևով գրեմ, x գումարած t անգամ g-երորդ բազիսի հենքի g-երորդ վեկտորը։ Ես վերցնում եմ ստանդարտ հենքը RM-ում և նայում եմ դրա g-երորդ վեկտորը, t եժի։ Եժի միայն մի կոորդինատն է տարբեր, g-երորդը մնացած բոլորը 0 են, այսինքն այս ինչ որ գրեցի, տալիս է հենց այս արտահայտությունը, հանած fx և բաժանած t-ի հավասար է ag-ի։ Այսինքն ստացանք հետևյալ հետևանքը,
Այսինքն հետևանքորն է, ինչ որ ես միլեմ։ Եթե f-ը դիֆերենցիալի է, ապա գոյություն ունի այն ինչ որ մենք ասում ենք f-ի մասնակի հատանցյալ g-երորդ կոորդինատի նկատմամբ։ D եւ dx-ին x կետում ըստ սահմանման հավասար է այս սրան։ Սահման երբ t-ն ձգտում է 0-ի, f x գումարած t եժի հանած fx բաժանած t-ի ու այս n ինչ որ ստացվում է հավասար է այս գծային օպերատորի բանաձևի g-երորդ կոորդինատին։ Հավասար է ag-ի։ Այսինքն f-ի դիֆերենցիալությունից միանգամից մենք ստանում ենք մասնակի հատանցյալների գոյությունը։ Օրինակ, եկեք նայենք երկչափանի դեպքը։ Մի րոպե, 30 եմ։ Եթե բոլոր մասնակի հատանցյալների գոյությունն են, դա չի նշանակում, որ Չի նշանակում, որ ինչ, մի հատ նորից։ Մասնակի հատանցյալների գոյությունը դրանից հետո է, որ f-ը դիֆերենցիալ է։ Ոչ, դրանից չի հետո մենք տեսակ տեսնենք։ Այդ է ամբողջ բանը, որ թվում է թե մասնակի հատանցյալները եթե կան, ապա f-ը դիֆերենցիալի է, բայց իրականում տենց չի, այսինքն չի թվում։ Շատ բարձր օրինակ ցույց տալիս, որ այդ սխալ է։ Այդ էր հարցը, թե դրա հետ կապված ուրիշ բան կար։ Լավ, երևի այդ էր հարցը։ Ուրեմն իհարկե ինչ է դիմաց։ Ուրեմն f-ի հատանցելիությունից, f-ի դիֆերենցիալությունից հետևում է մասնակի հատանցյալների գոյությունը։ Հիմա եկեք մինչև այդ փաստին անցնելը, որ մասնակի հատանցյալների գոյությունը չի հետևում f-ի դիֆերենցիալությունը, եկեք մի հատ կոնկրետ օրինակ նայենք, թե լավ, եթե ինչ-որ մի ֆունկցիա է տված, ոնց հաշվենք, ոնց հասկանանք արդյոք ինքը դիֆերենցիալի է թե ոչ։ Օրինակ եկեք նայենք, մի վերքեն, մի բան եմ ուզում ասել, ուրեմն առաջի օրինակներ։ Այսինքն, եթե մենք ունենք ինչ-որ կետ, մենք եկեք երկու փոխանցի դեպք նայենք։ X եւ Y։ Ուրեմն հատանցելիությունը նկարել մի քիչ դժվար է, բայց մասնակի հատանցյալների գոյությունը նշանակում է հետևյալը։ Եթե ես վերցնեմ այս ուղիղը, եկեք ուրիշ գույնով անեմ։ Եթե ես վերցնեմ այս ուղիղը եւ վերցնեմ ասենք այս մյուսը, ունեմ իմ ֆունկցիայի սահմանափակումը կամ հորիզոնական կամ ուղղայաց ուղի վրա։ Որտեւ այն ինչ որ գրված է այստեղ, հենց դա է նշանակում։ Եթե g-ն հավասար է 1-ի, այսինքն ես նայում եմ փոփոխությունը x կոորդինատի նկատմամբ, վերցրել g-ի ֆունկցիայի սահմանափակումը այս ուղի վրա։ Եթե g-ն հավասար է 2-ի, վերցրել եմ ֆունկցիայի սահմանափակումը այս մյուս ուղի վրա ու պահանջել եմ, որ ֆունկցիան լինի ածանցելի, ստացված ֆունկցիաները ածանցելի են։ Այդ մասնակի հատանցյալների գոյությունն է։ Դիֆերենցիալի գոյությունը անհայմատ ավելի ուժեղ հատկություն է, որովհետև ես վերցնում եմ նախ ուսումնասիրում եմ ամբողջ ֆունկցիան, այսինքն ինչ է տեղի ունենում ամբողջ ֆունկցիայի շրջակայքում, կետի մի ամբողջ շրջակայքում ու h-ը կարող է ձգտել 0-ից ցանկացած ուղղությամբ։ Սահմանները ուսումնասիրելիս դուք տեսել եք օրինակներ, երբ ունենք երկու հովականի ֆունկցիա, մի ուղղությամբ անում ենք
սահմանագոյություն ունի, մյուս ուղղությամբ անում ենք սահմանագոյություն չունի։ Այդ նույն պատճառով դիֆերենցիալը կարող է գոյություն չունենալ, եթե նույնիսկ մասնագետ անցյալները գոյություն ունեն։ Եկեք հիմա նայենք մի հատ կոնկրետ օրինակ, մի քանի կոնկրետ օրինակներ, ոնց կարող ենք դիֆերենցիալը հաշվել, հետո նայենք օրինակ, երբ գոյություն չունի դիֆերենցիալ, բայց մասնագետ անցյալները գոյություն ունեն։ Ուրեմն եկեք նայենք այս ֆունկցիան f(x)-y-ը հավասար է x-ի խորանարդ գումարած y քառակուսի սինուս x։ Մեր այս լեմը ասում է, որ եթե այս ֆունկցիան դիֆերենցիալի է, ապա գոյություն ունեն նաև մասնակի ածանցալներ։ Բայց մասնակի ածանցալները մենք գիտենք ոնց հաշվենք, չէ՞։ Ոնց հաշվենք այս ֆունկցիայի ածանցալը ըստ x-ի։ Պարզապես ասում ենք, որ y-ը չի փոխվում, y-ը ինչ որ հաստատում է, ածանցում ենք ըստ x-ի։ Ստացվում է 3x քառակուսի գումարած y քառակուսի կոսինուս x։ Ածանցում ենք ըստ y-ի, ինչ է ստացվում, ստացվում է 2y սինուս x։ Ստեղից մի անգամից կարող ենք ասել, որ եթե f-ը դիֆերենցիալի է, եթե f-ը դիֆերենցիալի է, ապա ուրեմն դիֆերենցիալը, այսինքն df-ը x, y կետում, ես գիտեմ, որ ուրեմն դիֆերենցիալը գծային արտապատկերում է R2-ից R։ Ապա դիֆերենցիալը պարտավոր է տրվել հետևյալ բանաձևով։ Դիֆերենցիալը ինչ էր, ես գիտեմ, որ դիֆերենցիալը գծային արտապատկերում է, հետևաբար ինքը, եթե ուզեմ հաշվել դիֆերենցիալի արժեքը կոնկրետ վեկտորի վրա, պետք է ստացվի ինչ որ մի թիվ անգամ առաջի կոորդինատ, ինչ որ մի ուրիշ թիվ գումարած ուրիշ թիվ անգամ երկրորդ կոորդինատ։ Դիֆերենցիալ տրվում է հետևյալ բանաձևով։ Դիֆերենցիալը ստեղ հասկացանք, որ տրվում է ինքը մասնակի ածանցալներով, այսինքն df xy-ը, եթե x y-ը, եթե ուզում հաշվել ինչ-որ մի h վեկտորի վրա, որի կոորդինատներն են h1 եւ h2, ապա պետք է վերցնեմ մասնակի ածանցալը ըստ x-ի, 3x քառակուսի գումարած y քառակուսի կոսինուս x բազմապատկած h1-ով, գումարած ածանցալը ըստ y-ի, 2y սինուս x ու այս ամեն ինչը բազմապատկած h2-ով։ Այսինքն, այս պայդրությամբ ես դեռ ոչինչ չեմ ապահովել։ Այս պայդրությամբ ես ասել եմ, որ եթե պարզվի, որ այս ֆունկցիան դիֆերենցիալի է x-y կետում, ապա ինքը տարբերակ չունի իր դիֆերենցիալը տրվելու է այս բանաձևով։ Հիմա երկրորդ քայլն է, ես ուզում եմ հասկանամ, արդյոք այս ֆունկցիան դիֆերենցիալի է x-y կետում, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ f x գումարած h1, y գումարած h2, հանած f xy, հանած այս արտահայտությունը, որպեսզի երկար չգրեմ, գրեմ մինուս df-ը xy կետում կիրառած h-ի վրա, որը ունի h1, h2 կոորդինատները, սրա անունը կդնեմ ալֆա, որը կախված է h-ից, ու ինչ պետք է ապահովեմ, որպեսզի ապահովեմ, որ ֆունկցիան դիֆերենցիալի է, պետք է ապահովեմ, որ եթե ալֆա h-ի, պետք է ապահովեմ, որ ալֆա h-ի բացարձակ արժեքը բաժանած h-ի նորմի վրա ձգտում է 0-ի եւ h-ի նորմը ձգտում է 0-ի։ Այս պահին ես նոր ապացուցած կլինեմ, որ f ֆունկցիան դիֆերենցիալի է։ Այսինքն մի քիչ ավելի ուշ, երբ մենք ուսումնասիրենք դիֆերենցիալի ֆունկցիաների հատկությունները, արդեն միանգամից կարողանանք ասենք, որ այս ֆունկցիան դիֆերենցիալի է, որտեղ ինքը դիֆերենցիալի ֆունկցիաների համադրույթ է, գումար է եւ այլն արտադրյալ է, բայց այս պահին դեռ ոչ մի բան չգիտենք, պարզապես պետք է վերցնենք ցույց տանք։ Եկեք փորձենք ցույց տանք, հաշվենք այս տարբերությունը ու տեսնենք, որ ինքը կստացվի իրոք ինչ որ ֆունկցիա
որը փոքրով է h-ից։ Ուրեմն եկեք գրենք այս տարբերությունը։ Ուրեմն ալֆա h-ը հավասար է, որն է մեր ֆունկցիան, կստացվի 3 x գումարած h1 խորանարդ, մի րոպե, միտեղ խորանարդ է։ Մի րոպե, չէ, ճիշտ էր, խորանարդ էր, այստեղ քառակուսի է, խորանարդ է բանում։ Ուրեմն x գումարած h1 խորանարդ գումարած y գումարած h2 քառակուսի եւ սինուս x գումարած h1։ Հիմա այս առաջի անդամը ես կարող եմ գրել հետևյալ ձևով, մի րոպե, այս բանն էր, հանած Բայց դրանից x plus h1-ի պարանակի առաջ 3 կա, թե չէ։ ոչ, 3-ն էլ չկա։ Սխալ տեղ էին այն։ X գումարած h1, ուրեմն ստեղ ստացվում է x խորանարդ հանած y քառակուսի սինուս x եւ հանած այս ինչ որ գրված է ստեղ 3x քառակուսի գումարած y քառակուսի կոսինուս x, այս ամեն ինչը բազմապատկած h1-ով եւ հանած 2y սինուս x բազմապատկած h2-ով։ Շատ լավ, եկեք ուրեմն հիմա օգտագործենք այն ինչ որ գիտենք մի փոփոխականի ֆունկցիայի համար, սա ես կարող եմ գրել x խորանարդ գումարած 3x քառակուսի h1, այն ինչ որ մնում է կամ պարունակի h1-ի քառակուսի կամ h1-ի խորանարդ։ Այսինքն ես կարող եմ գրել ինչ որ մի ալֆա 1 ֆունկցիա, որը կախված է միայն h1-ից, որը հավասար է մեծո h1-ի քառակուսուց։ Գումարած ինչ է ստեղ ստացվում y քառակուսի գումարած 2y h2 գումարած ինչ որ մի ֆունկցիա, դրան դրեմ h2 ալֆա 2 h2-ից կախված, որը էլի կլինի մեծո h2-ի քառակուսուց։ Իրականում կարող է պատասխանը գրել, բայց քանի որ կարևոր չի, գրենք այս ձևով եւ գումարած սինուսն է, այս էլ կարող եմ գրել ուրեմն սինուս x գումարած սինուսի ածանցյալը x-ում դինում է կոսինուս x, կոսինուս x անգամ h1, վեր եմ լուծում Թեյլորի բանաձևով, գումարած ինչ որ մի ֆունկցիա, անունը դնեմ ալֆա 3, որը կախված է h1-ից ու ինքն էլ հավասար է մեծո h1-ի քառակուսուց։ Եվ մինուս այս բոլոր անդամները, եկեք սենց անեմ, մինուս մանուշակագույն 3 կետ, որոնք համապատասխանում են այս սրանց։ Հիմա ինչ եմ տեսնում ստեղ, ուրեմն x խորանարդը հետ է կրճատվում, 3x քառակուսի h1-ը 3x քառակուսի h1-ը այս 3x քառակուսի h1-ի հետ է կրճատվում, y քառակուսի սինուս x-ը այս սրա հետ է կրճատվում, ինչ է մնում, մնում է y քառակուսի կոսինուս x h1, ուրեմն y քառակուսի կոսինուս x h1-ը սրա հետ է գնում, և վերջի անդամը 2y h2 սինուս x-ն էլ, ուրեմն 2y h2 սինուս x-ն էլ սրա հետ է գնում։ Ուրեմն ինձ ինչ մնաց, հավասար է, սա ամեն ինչը, ստեղ մնացել է ալֆա 1 h1, գումարած
Ուրեմն, երբ վերցնում եմ ալֆա 2-ը, նշանակություն չունի, թե տեղին չի գրած։ Ինքը ինչ որ սահմանափակ ֆունկցիա է, այսինքն ստանում եմ մեծ O H2 քառակուսուց։ Գումարած մեծ O H2 քառակուսուց։ Երբ վերցնում եմ նույն բանը, այս ալֆա 3-ը, այս առաջի փաղակցի հետ, նշանակություն չունի, տեղին չի գրած, ինքը մեծ O է H1 քառակուսուց։ Այստեղ այն անդամները, որոնք իրենց չէին պարունակում հաշի աստիճաններ, այսինքն սա եւ սա, իրանք արդեն հաշվի են առնված, իրանք երկուսով էլ բազմապատկել են։ Այսինքն սա այս երկուսի հետ բազմապատկվել է, մի խոսքով, այս առաջի կարգի անդամները բոլորը 0 կարգի անդամները բոլորը հաշվի են առնված։ Այս կարգ սրանք մի անդամ, որ հաշվի չի առնված, մենակ սա է, 2y h2 անգամ սա։ Այսինքն ստացվի գումարած 2y կոսինուս x h1 անգամ h2։ Մնացած բոլոր անդամները արդեն հաշվի են առնված, ու ինչ եմ տեսնում, այս ալֆա 1 h1-ն էլ ինքը հավասար մեծ O h1 քառակուսուց։ Ես տեսնում եմ, որ բոլոր անդամները մեծ O են h1 քառակուսուց կամ h2 քառակուսուց կամ դրանց գումարից։ Այսինքն բոլորը գնահատվում են h1 քառակուսի գումարած h2 քառակուսի բազմանդամով։ Սա էլ բնականաբար փոքր O է հաշից։ Այսինքն ես ապացուցեցի, որ այս տրված ֆունկցիան դիֆերենցիալի է։ Ընդ որում դիֆերենցիալության ապացույցը, եթե մենք չենք կարողանում ինչ-որ ընդհանուր թեորեմներից ստանալ, ուրիշ տարբերակ չկա։ Գտնում ենք դիֆերենցիալի տեսքը, թեկնածուն, հետո ցույց ենք տալիս, որ ինքը իրոք դիֆերենցիալն է։ Շատ լավ, կան սրա մասին հարցեր։ Եթե չկան, նայենք հաջորդ օրինակը։ Եկեք նայենք կոորդինատական ֆունկցիաները, այսինքն P-ին x կետին համապատասխանության մեջ է դնում իր g-երորդ կոորդինատը։ Այսինքն այս ֆունկցիա է, P-ին ֆունկցիա է RM-ից R, տրվյալ ֆունկցիա է, բայց էլի ֆունկցիա է։ Հիմա ինչ կլինի սրա դիֆերենցիալը։ Եթե ես հաշվեմ P-ի x գումարած h հանած P-ի x, ստացվում է x գումարած h-ի g-երորդ կոորդինատ հանած x-ի g-երորդ կոորդինատ, բնականաբար ստացվում է hg, նույնիսկ փոքր O էլ չկա։ Այսինքն ստեղից մի անգամից եզրակացնում եմ, որ այս դիֆերենցիալի ֆունկցիա է, ու իր դիֆերենցիալը P-ին, եթե ես ուզում եմ հաշվել x կետում h վեկտորի վրա, հենց ստացվում է hg։ Պարզապես ստեղից տեսա, որ տարբերությունը հավասար է գծային ֆունկցիա, գումարած էլ չկա, փոքր O էլ չկա։ Ուրեմն այս P-ի ֆունկցիաները, քանի որ պարզապես կոորդինատական ֆունկցիաներն են, ըստ սահմանման ես կգրեմ, որ dxg-ն, այսինքն g-երորդ կոորդինատային ֆունկցիայի դիֆերենցիալը հաշված h-ի վրա հավասար է պարզապես hg-ի։ Ու օգտագործելով այս, շատ հաճախ մենք կգրենք, որ f-ի դիֆերենցիալը x կետում հաշված h վեկտորի վրա, ինքը ինչ տեսք ուներ։ Ինքը հավասար էր գումար, g-ն հավասար է 1-ից m, ես պետք է հաշվեի f-ի g-երորդ մասնակիացանցյալը x կետում եւ բազմապատկեի hg-ով, բայց hg-ն սա էր, ճիշտ է։ Պարզապես նշանակում էր, ստացվում է գումար, g-ն հավասար է 1-ից m, df dxg x կետում եւ dxg-ն հաշված h-ի վրա։ Կամ, քանի որ h-ը երկու տեղն էլ նույնն է, ես կարող եմ գրել, որ df-ը, f-ի դիֆերենցիալը
Եկեք արգումենտներ չգրենք, հավասար է գումար, J-ն հավասար է 1-ից M, DF, DXG և DXG։ Այսինքն շատ հաճախ այս գրում են ու ասում են, որ սա կոչվում է f-ի դիֆերենցիալ։ Այս ձևով ասած, ընդհանրապես հասկանում չի, թե ինչի մասին է խոսքը, ինչ է նշանակում դիֆերենցիալ։ Ինչ է նշանակում, որ դեֆին հավասար է սրան։ Այսինքն սա պարզապես նշանակում է կարճ ու հարմար, որպեսզի ասենք, որ f-ի դիֆերենցիալը, այսինքն այն գծային արտապատկերումը, որը մոտարկում է f-ին x-ի շրջակայքում, ունի հետևյալ տեսքը՝ մասնակիացանցալներ անգամ dxg, որը ըստ սահմանման սա է։ Այսինքն, եթե ինչ-որ տեղ կհանդիպեք ինչ-որ գրքում, որ եկեք նայենք f-ի դիֆերենցիալը ու իրան գրենք այս տեսքով, իմաստն միատել, որ ինտեգրալ ենք ավելացնում, ընդհանրապես դառնում է անհասկանալի, թե ինչ ստացվեց։ Իրականում այդ ամեն ինչը ընդամենը նշանակումներ են այս օբյեկտների համար, որոնք հենց նոր ներմուծեցինք։ Շատ լավ, եկեք եւս մի ժամանակ ունենք։ Կես ժամ ունենք, եկեք եւս մի օրինակ նայենք, կամ եւս երկու օրինակ նայենք։ Եվս երկու օրինակ։ Եկեք նայենք հետևյալ ֆունկցիան fxy-ը հավասար է 0-ի, եթե xy-ը հավասար է 0-ի եւ 1-ի, երբ xy-ը հավասար չի 0-ի։ Այսինքն ես վերցնում եմ կոորդինատային առանցքները, կոորդինատային առանցքների վրա ֆունկցիան հավասար է 0-ի, մնացած բոլոր տեղերը ֆունկցիան հավասար է 1-ի։ Բնականաբար այս ֆունկցիան 0 կետում նույնիսկ անընդհատ չի, ճիշտ է, որտեղ ցանկացած շրջակայքում կան կետեր, որտեղ ֆունկցիան հավասար է 1-ի, բայց եթե ես նայում եմ ֆունկցիայի արժեքները, ֆունկցիայի մասնակի ածանցալները 0 կետում, ապա հեշտությամբ կարող ենք հաշվել, որ df dx-ը 0 կետում, այս ինչի հավասար, ըստ սահմանման, այս հավասար է սահման, երբ t-ն ձգտում է 0-ի, f t0 հանած f 0 բաժանած t-ի, բայց համարիչի երկու ֆունկցիաներն էլ հավասար են 0-ի, քանի որ f-ը առանցքների վրա 0 էր, ստացվում է 0։ Եվ նույնը y-ի համար։ Այսինքն երկու մասնակի ածանցալներն էլ գոյություն ունեն, բայց ֆունկցիան նույնիսկ անընդհատ չի 0 կետում։ Ստեղ նույնիսկ կարիք չունենք ստուգելու, որ այս դիֆերենցիալի չի ֆունկցիան, որովհետև մենք գիտենք, որ դիֆերենցիալի ֆունկցիան անընդհատ է։ Այս դեպքում անընդհատություն էլ չունենք։ Ստեղ բնականաբար կարող ենք ասել, որ դե ոչ միտեղ այս ֆունկցիան 0-ի շրջակայքում անընդհատ չէր։ Եկեք կամ ընդամենը մի կետում էր ինքը մասնակի ածանցալները գոյություն ունեն, եթե մի քիչ հեռանում ենք, ապա գոյություն չունեն։ Իրականում եթե մի քիչ ավելի բարդ ֆունկցիա ենք նայում, fxy, որը հավասար է xy բաժանած x քառակուսի գումարած y քառակուսի, երբ xy-ը հավասար չի 0-0-ի, եւ ասենք 0, երբ xy-ը հավասար է 0-0-ի։ Ապա այս ֆունկցիան արդեն ամենուրեք ունի մասնակի ածանցալներ։ Երբ xy-ը հավասար չի 0-0-ի, այդ ուղղակի ակնհայտ է, որովհետև ունենք ածանցելի ֆունկցիա բաժանած մի ուրիշ ածանցելի ֆունկցիայի վրա, որը 0 չի դառնում։ 0 կետում էլ, եթե ուզում ենք հաշվել մասնակի ածանցալները, եկեք լրիվ սիմետրիկ է, եկեք ասենք x-ի նկատմամբ հաշվենք, պետք է հաշվենք սահման, ուրեմն df dx-ը 0 կետում հավասար է սահման, երբ t-ն ձգտում է 0-ի, ես պետք է վերցնեմ f t0 հանած f 0 եւ բաժանած t-ի։ Բայց եւս մի անգամ, երբ
վերցնում եմ T0 կետը եւ T-ն տարբեր է 0-ից, ստացվում է 0, այսինքն ստացվում է 0-ն բաժանած T-ի, սա հավասար է 0-ի։ Ու այս հավասար է նաեւ մասնակի հացանցյալ ըստ Y-ի։ Այսինքն ֆունկցիան ամենուրեք ունի մասնակի հացանցյալ, բայց ֆունկցիան 0-ում նույնիսկ անընդհատ չի, քանի որ եթե ես վերցնեմ առանցքների վրա եւ գնամ 0-ի սահման T-ն ձգտում է 0-ի f T0-ն հավասար է 0-ի, բայց մյուս կողմից եթե ես վերցնեմ ասենք x հավասար է y ուղի վրա եւ գնամ 0-ի, f T-ն եւ T-ն ձգտում է 0-ի, ինչ է ստացվում T քառակուսի բաժանած 2 T քառակուսի։ Այս հավասար է 1/2-ի։ F T0 ինչի է հավասար լինում։ Չի լինում ուղղակի 1/2։ F T0-ն դե եթե դնում ենք f T0 f T0 x-ը պետք է y-ը պետք է դնեմ 0, դնում է T անգամ 0 բաժանած 2, չէ, T քառակուսի։ Ստացվում է 0։ Y-ը պետք է դնեմ 0։ Համաձայն եք սրա հետ։ Գրեմ x քառակուսի գումարած y քառակուսի ստեղել 0։ Այսինքն ֆունկցիան ամենուրեք ունի մասնակի հացանցալներ, բացի չէ, 0-0 կետում ունի մասնակի, ամենուրեք ունի մասնակի հացանցումներ, ֆունկցիան ամենուրեք անընդհատ է բացի 0-0 կետից, բայց ֆունկցիան դիֆերենցիալի չի 0-0 կետում։ Շատ լավ, եկեք մի հատ նորից վերադառնանք մեր այս բան ընդհանուր դեպքին։ Եթե ես ունեմ ֆունկցիա f, որը գնում է x-ից rn։ Արդեն մենք հասկացել ենք, որ եթե f ունի դիֆերենցիալ ինչ-որ մի x կետում, եթե այդ կետում բոլոր կոմպոնենտներն ունեն դիֆերենցիալ, ու եթե այս կոմպոնենտներն ունեն դիֆերենցիալ, ապա իրանց դիֆերենցիալը ուրիշ տարբերակ չունի, ինքը պետք է տրվի մասնակի հացանցալների տեսքով։ Այսինքն df x հաշված df-ին հաշված h վեկտորի վրա, այս հավասար է գումար j-ն հավասար է 1-ից n, ես պետք է վերցնեմ df dx-ին, df-ի dx-ին x կետում եւ բազմապատկած h-ով։ Հիմա հարց է ծագում, թե լավ իսկ f-ի դիֆերենցիալը ոնց գրեմ։ Եթե մենք վերադառնանք այս բանին, մեր փոքր հաշվարկին, որ արեցինք, մենք տեսնենք, որ եթե սա ճիշտ էր, ապա սա է ճիշտ, որտեղ AH-ը, AH-ի կոորդինատները կլինեն հենց AI H-երը։ Այսինքն f-ը մեր վեկտորական ֆունկցիան է, f-ին դրա կոորդինատներն են։ Մենք հասկացանք, որ սա տեղի ունի եւ միայն այն դեպքում, երբ սա տեղի ունի։ Հիմա եթե սա տեղի ունի, ես ուզում եմ հաշվել f-ի դիֆերենցիալը, այսինքն ուզում եմ հաշվել այս a գծային արտապատկերում, պետք է վերցնեմ այս բոլոր a-ները ու միացնեմ իրար, գրեմ վեկտորի տեսքով։ Եկեք մի հատ այդ բանը նորից գրենք ստեղ, որ եթե ես ուզում եմ հաշվել f, եկեք վեկտորական տեսքով գրենք, f1 x գումարած h, fn x գումարած h, այս իմ f-ն է, սրանից ես պետք է հանեմ fx, f1x, fnx։ Յուրաքանչյուր կոմպոնենտի համար գրում եմ n ինչ որ պետք է լինի, այսինքն գրում եմ այս արտահայտությունը։ Առաջինում ստացվում է գումար j-ն հավասար է 1-ից այդտեղ n չէր, այդտեղ m էր, m df1 dxj x կետում
անգամ HG եւ այլն գումար J-ն հավասար է 1-ից M df արդեն վերջի կոմպոնենտն է fn dxg հաշված x կետում hg եւ գումարած մնացորդը եկեք գրենք փոքր o h-ի նորմից։ Այսինքն վեկտորական տեսքով եթե գրում եմ, ստանում եմ սա։ Բայց եթե հիմա այս արտահայտությանը մենք ուշադիր նայենք, մենք կտեսնենք, որ գրված է հետևյալը։ Այստեղ h-երը բոլորը նույնն են։ Նայենք այս մատրիցը df1 dx1 եկեք արգումենտը չգրեմ, միշտ հարցված կլինի x կետում։ df1 dx2 եւ այլն df1 dxm այս առաջի տողն էր։ I երրորդ տողը այս նույնն է, որտեղ 1-ը փոխարինած է I-ով եւ վերջի տողը dfn dx1 dfn dx2 եւ այլն dfn dxm ու այս ամեն ինչը բազմապատկած է h1 hm վեկտորով։ Այսինքն, եթե ֆունկցիան դիֆերենցիալի է ինչ-որ x կետում, իր դիֆերենցիալը տրվում է այս մատրիցով։ Մենք գիտենք, որ ցանկացած գծային օպերատոր, եթե բազիսը հենքը ֆիքսել ենք, ինքը տրվում է ինչ-որ մատրիցի տեսքով։ Հիմա հարց ունենք մեր f ֆունկցիան, վեկտորական x-ից գնում է rn։ Գիտենք, որ ինքը դիֆերենցիալի է, ոնց պետք է հաշվեմ դիֆերենցիալը։ Պատասխանը սա է։ Ուրեմն եզրակացություն եթե f ֆունկցիան դիֆերենցիալի է x կետում, x-ում, ապա dfx-ը տրվում է հետևյալ մատրիցով։ Մենք գրենք f'(x) հավասար է df-ի dxg հաշված x կետում, ուրեմն in տողի համարն է, j-ն սյունյակի համարն է, in փոխվում է 1-ից n, j-ն փոխվում է 1-ից m։ Այսինքն այս մատրիցը ունի n տող եւ m սյունյակ։ Նենց ոնց որ պետք է լինի, քանի որ rm-ից rn արտապատկերումները տրվում են n անգամ m չափի մատրիցներով։ Այս մատրիցը ունի անուն, կոչվում է Յակոբիի մատրից։ Արդյոք կան հարցեր այս քանի մասին։ Այս ամեն ինչի մասին ինչ որ արեցինք մինչև հիմա։ Ես ուղղակի ուզում եմ հարցնել, որ դիֆերենցիալը երկրորդ մեծատառով է գրում, երկրորդ փոքրատառով է։ Մի քիչ բարձր կարող ես ասել, լավ չի լսում, մի հատ նորից։ Դիֆերենցիալի դատարը, որ երկրորդ մեծատառով է գրում, երկրորդ փոքրատառը է նշանակություն ունի, թե Չէ, նշանակություն չունի, բանից է կախված, կոնտեքստից է կախված, այսինքն եթե խոսում ենք պարզապես գծային արտապատկերման մասին, ես օգտագործում եմ մեծատառ df-ը։ Եթե խոսում ենք գծային արտապատկերումը հաշված ինչ-որ վեկտորի վրա, ընդ որում գրվում են կոորդինատներով, ես օգտագործում եմ փոքրը։
ու եթե ընդհանրապես կարևոր չի ինչի մասն ենք խոսում, պարզապես ուզում ենք ասել, որ նայում ենք պարզապես դիֆերենցիալը, կարճ գրելու համար գրում ենք f' x-ը, ոչ մի նշանակություն չունի։ Իրականում 3 նշանակումները համարժեք են, որը ոնց ուզում եք կարող եք օգտագործել։ Ուղղակի տարբեր տեղեր տարբեր ձևով են օգտագործվում, կոնտեքստից կախված կարող եք փոխել։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ։ Եկեք մնացել է 13 րոպե, եկեք այստեղ կարող է թվա թե վիճակը բավական վատ է, այսինքն կարող է մասնակի ածանցալները լինեն, բայց ֆունկցիան ածանցերը դիֆերենցիալի չլինի։ Իրականում մասնակի ածանցալների վրա մի փոքր պայմանի առկայության դեպքում մենք ստանում ենք ֆունկցիայի դիֆերենցիալիությունը։ Եկեք ապահովենք հետևյալ թեորեմը։ Թեորեմ։ Ուրեմն ինչպես գիտենք, արդեն ֆունկցիայի դիֆերենցիալիությունը ապացուցելու համար բավական է ապացուցել միայն բոլոր բաղադրիչների դիֆերենցիալիությունը, դրա համար կնայենք միայն սկալար ֆունկցիաները։ Ուրեմն դիցուք f ֆունկցիան այնպիսին է, որ գոյություն ունեն բոլոր մասնակի ածանցալները, ընդ որում դրանք անընդհատ ֆունկցիաներ են։ Ուրեմն x-ը ինչպես միշտ տիրույթ է, այսինքն բաց կապակցված բազմություն։ Բնականաբար ֆունկցիայի դիֆերենցիալը կախված է x կետում, կախված է մենակ ֆունկցիայի պահվածքից x-ի շրջակայքում։ Այսինքն երբ խոսում ենք դիֆերենցիալի մասին ինչ-որ կետում, բավական է ֆունկցիան իմանանք դրա շրջակայքում։ Հիմա այսինքն վերցնում ենք ցանկացած բաց տիրույթ, այսինքն բաց կապակցված բազմություն ու ենթադրում ենք, որ ֆունկցիան ունի բոլոր մասնակի ածանցալները ցանկացած կետում ու n ինչ որ ստացվում է անընդհատ ֆունկցիա է։ Ուրեմն գոյություն ունի df dx j-ին բոլոր j-երի համար։ Ապա f-ը դիֆերենցիալի է x-ի ցանկացած կետում։ Այսինքն օրինակ n օրինակը, որ մենք նայեցինք, առաջ այս օրինակը նայեցինք, ուր էր։ Սա նայեցինք։ Այստեղ ակնհայտորեն մասնակի ածանցալները գոյություն են ամբողջ հարթության վրա, ու n ինչ որ ստացվում է, ակնհայտորեն անընդհատ ֆունկցիաներ են։ Այնուր անընդհատ ֆունկցիաների համար մենք տարբեր հատկություններ ունենք, գումարը, արտադրյալը եւ այլն, բոլորը անընդհատ են։ Մասնակի ածանցալներն անընդհատ են, հետեւաբար ֆունկցիան դիֆերենցիալի է ցանկացած կետում։ Այսինքն այս թեորեմի օգնությամբ այս ամբողջ հաշվարկի անհրաժեշտություն չէր լինի։ Մենք կհասկանանք ինչու, ուրեմն ապացույց։ Ուրեմն ես ինչ պետք է հաշվեմ։ Ես պետք է հաշվեմ հետևյալ արտահայտությունը f x գումարած h անց fx։ Եկեք, որպեսզի գրելու մասը քիչ լինի, ես ենթադրեմ, որ m-ը հավասար է 2-ի։ Ապացույց միանգամից կերա, որ ոչ մի նշանակություն չունի m ինչի հավասար։ Ես կարող եմ գրել հետևյալ ձևով f x1 գումարած h1 x2 գումարած h2 անց f x1 x2։
Ստեղից շարունակենք։ Ես ինչ գիտեմ, գիտեմ, որ մասնակի ածանցալները գոյություն ունեն։ Դրա համար ես կփորձեմ այս տարբերությունը գրել այն տեսքով, որ ամեն անգամ փոխվում է միայն կոորդինատներից մեկը։ Այսինքն f x1 գումարած h1 x2 գումարած h2 հանած f x1 գումարած h1 x2, ասենք եթե համեմատում եմ այս երկու անդամը, միայն երկրորդ կոորդինատն է փոխվում։ Ես գումարում եմ նույն անդամը, գումարած f x1 գումարած h1 x2 եւ հանած f x1 x2։ Հիմա ստեղ, եթե ես f-ը նայեմ միայն երկրորդ փոփոխականի ֆունկցիա որպես, որտեղ առաջի կոորդինատը ֆիքսած է, ես կարող եմ կիրառել միջին արժեքի թեորեմը։ Միջին արժեքի թեորեմը ինչ է ասում, որ ֆունկցիայի աճը հավասար է արգումենտի աճ բազմապատկած ածանցյալ միջանկյալ կետում։ Եկեք գրենք այդ։ Ուրեմն ես հավասար է, գոյություն ունի θ1 եւ θ2 կետ, որոնք գտնվում են 0,1 միջակայքում, այնպես որ այս առաջի տարբերությունը հավասար կլինի հետևյալին, f x1 գումարած h1 x2 չէ, f չի լինի, կլինի f-ի ածանցյալ ըստ x2-ի x1 գումարած h1 x2 գումարած θ2 անգամ h2։ Ու այս ամեն ինչը բազմապատկած այս ուրեմն ածանցյալներ, ինչ է նշանակում մասնակի ածանցյալներ, նշանակում է երկրորդ փոփոխականի ածանցյալ, հետևաբար ստացվի հենց իրոք սա, բազմապատկած h2-ով, գումարած, ստեղ x2-ն է ֆիքսած, նայում եմ f-ը որպես ֆունկցիա առաջի փոփոխականից ու կիրառում եմ միջին արժեքի թեորեմը, կստացվի df dx1 x1 գումարած ինչ-որ միջանկյալ կետ, θ1 անգամ h1 x2 և բազմապատկած h1-ով։ Արդեն տեսնում եմ, որ ինչ-որ նմանություն կա մասնակի ածանցյալը բազմապատկված է h1-ով, ստեղ էլ մի ուրիշ մասնակի ածանցյալ է բազմապատկված է h2-ով։ Բայց ինչի ինչ-որ պետք է, ես գիտեմ, որ եթե ֆունկցիան դիֆերենցիալի է, ապա դիֆերենցիալը պետք է տրվի մասնակի ածանցյալներով հենց այդ կետում։ Դե եկեք այդ բանը ավելացնենք, այսինքն հավասար է, եկեք գրենք այն ինչ որ գիտենք, որ պետք է ստացվի, df dx1 x կետում անգամ h1 գումարած df dx2 x կետում անգամ h2։ Այս գիտեմ, որ պետք է ստացվի, ես ուզում եմ ցույց տալ ածանցելիությունը, այս պետք է ստացվի, ուրիշ բան չի կարող լինել։ Ինչ որ բան ավելացրեցի, եկեք նույն բանը հանենք, կստացվի գումարած, ուրեմն h1-ի համար ես ունեմ սա։ Կստացվի df dx1 x1 գումարած θ1 h1 x2 հանած df dx1-ը x կետում ու այս ամեն ինչը բազմապատկած h1-ով։ h2-ի համար ունեմ այս անդամը, եկեք գրենք, ուրեմն գումարած df dx2 x1 գումարած h1 x2 գումարած θ2 θ2 h2 պետք է հանեմ df dx2-ը հանած df dx2-ը հաշված x կետում ու այս ամեն ինչը պետք է բազմապատկեմ h2-ով։ Ուրեմն եկեք մի հատ նայենք, թե ինչ ստացվեց։ Ես ուզում եի հաշվել, ցույց տալ, որ այս արտահայտությունը կարելի է գրել գծային արտապատկերում գումարած փոքր o h-ի նորմից։ Ուրեմն այս պայծրությամբ ես ունեմ, որ այս իմ արտահայտությունը հավասար է
իրոք գծային արտապատկերում ու գումարած ինչ որ մի բան։ Այսինքն f-ի հացանցելիությունը ցույց տալու համար բավական է ցույց տալ, որ n ինչ որ ստեղ գրված է, ինքը հավասար է փոքր o h-ի նորմից։ Համաձայն եք սրա հետ։ Ուրեմն մի հատ եկեք նայենք, ուրեմն այս պայդրությամբ ես օգտագործել եմ միայն մասնակի հացանցալների գոյությունը, որովհետև միջին արժեքի թեորեմը ճիշտ է հացանցելի ֆունկցիաների համար։ Դեռ հացանցալների անընդհատությունը չեմ օգտագործել։ Այսինքն ինչ որ մի բան պետք է օգտագործել, քանի որ ես գիտեմ, որ մասնակի հացանցալները կարող են ամենուրեք գոյություն ունենալ, բայց ֆունկցիան դիֆերենցիալի չլինի, ոնց որ ցույց էր տալիս այս մեր օրինակը։ Այսինքն ինչ որ միտեղ անընդհատությունը պետք է օգտագործել, անընդհատությունը օգտագործում է ստեղ։ Ուրեմն ես նկատում եմ, որ այն ինչ որ գրված է ստեղ, եկեք սրա անուն դնեմ, ասենք բետա 1, որը կախված է x-ից կախվածությունը չեմ նայում, որովհետև x-ը ֆիքսած է, ինքը կախված է միայն h1-ից։ Ստեղ գրված է ինչ որ մի ֆունկցիա, ուրեմն ստեղ h1-ը չի մտնում, h1-ը առանձին է, ստեղ գրված է ինչ որ մի ուրիշ ֆունկցիա, բետա 2, որը կախված է h1-ից եւ h2-ից։ Ես գիտեմ, որ այս մասնակի հացանցալներն անընդհատ են, դրանից միանգամից հետևում է, որ եթե h1-ը ձգտում է 0-ի, այս ֆունկցիան ձգտում է x-ի f-ի մասնակի հացանցալին ըստ x-ի x կետում, այսինքն սրան։ Այսինքն ստեղից միանգամից ես կարող եմ եզրակացնել, որ բետա 1-ը, որը ֆունկցիա է h1-ից, ինքը իրականում հավասար է փոքր o 1-ից, ինքը ձգտում է 0-ի։ Եվ նույնը բետա 2-ի համար կարող եմ ասել, բետա 2-ը, ինքը արդեն ֆունկցիա է h1-ից եւ h2-ից, ինքը հավասար է փոքր o h-ից, փոքր o 1-ից։ Այսինքն ես ստացա փոքր o 1-ից անգամ h1, գումարած մի հատ ուրիշ փոքր o 1-ից անգամ h2։ Ես մտնում եմ, որ դա փոքր o է h-ից։ Ինչի, որովհետև կարող եմ գրել, այսինքն եկեք սրա անուն դնենք արդեն ալֆա։ Ալֆա, որը կախված է h-ից, ուրեմն ալֆա h-ի բացարձակ արժեքը բաժանած h-ի նորմի վրա հավասար է բետա 1 h1 բացարձակ արժեք անգամ h1-ի բացարձակ արժեք բաժանած h-ի եւ գումարած բետա 2 h2-ի բացարձակ արժեք բաժանած h-ի։ Բայց h1-ի եւ h2-ի ստեղ h1 էր։ H1-ի եւ h2-ի բացարձակ արժեքները ավելի փոքր են, քան թե h-ի նորմը, այսինքն ստացվում է, որ ավելի փոքր է, քան բետա 1 գումարած բետա 2, ես գիտեմ, որ նրանք ձգտում են 0-ի։ Այսինքն ստեղից ստանում է, որ ալֆան հավասար է փոքր o h-ից։ Այսինքն ես ապացուցեցի, որ n ինչ որ գրված է ստեղ, հավասար է գծային արտապատկերում, ընդ որում տրված մասնակի հացանցալներով, գումարած փոքր o h-ից։ Հետևաբար f-ը հացանցելի է, սրանով ապացույցն ավարտվում է։ Բազմաչափ դեպքում այս նույն բանն ենք անում, այսինքն երբ m-ը ցանկացած է, բարձրապես ամեն անգամ հանում ենք մի կոորդինատ։ Ստեղ ստացվեց երկչափ դեպքներ ստացվեց 2 անդամ, բազմաչափ m չափանի դեպքում կստացվի m անդամ, ամեն անգամ հանում ենք մի կոորդինատ։ Հուսով եմ համոզեցի, որ ոչ մի տարբերություն չկա երկու չափանի, եթե m չափանի դեպքն է, այսինքն եթե մենք ունենք ֆունկցիա, որի բոլոր մասնակի հացանցալները կան եւ անընդհատ են, ապա այդ ֆունկցիան անպայմանորեն դիֆերենցիալի է ու ինչպես արդեն գիտենք, դիֆերենցիալը ուրիշ տարբերակ չունի, ինքը պետք է տրված լինի մասնակի հացանցալներով։ Ամենաընդհանուր դեպքում, երբ բազմաչափ դեպքն է, ինքը տրված է S մատրիցով, որի անունն է Յակոբիի մատրից։ Շատ լավ, երևի սրանով այսօր ավարտենք, արդյոք կան հարցեր։ Դե ինչ եթե Մեր միջանկյալը երբ ենք գրելու,
Դե միջանկյալը ինչքան հասկացա երկուշաբթի օրը զբաղված էլ սրան հնարավոր չի ու տեղափոխվեց ուրբաթ օր, եթե ճիշտ եմ հասկանում։ Ժամը քանիսին ու Դե դա արդեն տեղում եք որոշում, չեմ կարող ասել։ 4-ից ուրեմն 7-ը, աստորեն 3 ժամ է տևելու։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Դե եթե հարցեր չկան, ապա սրանով կավարտենք, կհանդիպենք աստորեն հաջորդ 5 շաբթի։ Մեծ բոլորին։